Օրիորդ, ինչպես գնալ երկրաբանական կոմիտե։ Ուղիղ եւ աջ։ Շնորհակալ եմ։ Ուր եք գնում։ Ընկեր Վոլժինի մոտ։ Անցեք։ Վադիմ Պետրովիչ։ Այո։ Ձեզ են հարցնում։ Ընկեր Կումանին։ Նա ինքն է ընկեր Վոլժին։ Բարև Կումանին։ Բարև ձեզ։ Իսկ որտեղ է ինժեներ Սմելկովը, կոմիսար Կուբախիձեն։ Ինչ։ Զոհվել են։ Արկադի Նիկոլաիչը։ Արսենն էլ։ Մահից առաջ Արկադի Նիկոլաևիչը պատվիրեց հանձնել ձեզ։ Այդպես էլ ասաց, կհանձնեք Վոլժինին։ Ճանապարհին ուշացանք, կռիվների մեջ ընկանք։ Այստեղ գրառումներն եւ քարտեզը, իսկ նմուշներն ու եզանգլուխ ոսկու բնակատորը ես վախեցա հետս բերել։ Թաքցրել եմ այնտեղ խոտորում։ Այդ երբ է պատահել։ Անցյալ տարվա սեպտեմբերին։ Ահա տղաներ, տեսեք, Արդիբաշի առաջին բնակտորը։
Իզուր բաց թողիկ քաղաքացի։ Մենք ուզում ենք նրանց մանկատուն տանել, իսկ նրանք փախչում են։ Arkadiy Nikolaevich Smelkov. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եմ տեսնել Անաստասիա Արկադիևնային։ Դասյային։ Ներս եկեք խնդրեմ։ Բարիս Ռոգով։ Դուք Սմելկովի ազգականն եք։ Ոչ, այս տանն եմ մեծացել։ Զիմին, ես մասնակցել եմ Արկադի Նիկոլաիչի վերջին արշավին։ Նստեցեք խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Եվ դուք չգիտեք որտեղ է Տասյան։ Նա չի վերադարձել։ Չի վերադարձել։ Իսկ ես հույս ունեի, որ նա Պետերբուրգում է։ Ուրեմն նա ողջ է։ Չգիտեմ։ Տասյան, հարկի պայթյունից կոնտուզիա էր ստացել։ Ես նրան թողեցի մեկի տանը, գնացի բժիշկ բերելու։ Երբ վերադարձա, նա այնտեղ չէր։ Տանտիրույն արցունքն աչքերում ասաց, որ չի տեսել, թե նա ուր է գնացել։ Ես փնտրեցի նրան։ Հարց ու փորձ արեցի։ Տասյան։ Տասյան։ Եթե ողջ է, կգտնեմ։ Կգտնեք։ Ինչպես։ Ես ավարտել եմ դասընթացը։ Կխնդրեմ, որ ուղարկեմ Բալաբինսկ, որպես վիրաբույժ։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ է Բալաբինսկը։ Դա տայգա է։ Մի շաբաթ չանցած կփախչեք այնտեղից։ Իմ մանկությունն անցել է Բալաբինսկում։ Հայրս այնտեղ էր աշխատում, հիվանդանոցում։ Մասնակցել է Սմելկովի առաջին արշավին։ Հորս մահից հետո Սմելկովն ինձ բերեց այստեղ։ Դե ինչ արած։ Հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Հարկավոր չէ Տասյայի մորն ասել իմ գալու մասին։ Զինեիդա Ալեքսեևնան մահացել է։ Ներեցեք։ Սա այն ոսկին է, որ դու բռնագրավել ես խաղատան խուզարկության ժամանակ։ Իսկ սա հայտնաբերված է Պետրոգրադից հազարավոր վերստ հեռու։ Եվ ինչն է հետաքրքիրը։ Փորձագետները հաստատում են, որ այս ոսկին եւ այն նույնատիպ են։ Եվ այսպես ասած նույն ծագումն ունեն։ Ելնելով ոսկու մեջ եղած խառնուրդների բնույթից հանգում են այն եզրակացությանը, որ այս ոսկին նմանություն ունի Սիբիրի հարավ-արևելյան մի շրջանի ոսկու հետ։ Ասա Ալյոշա, քեզ ինչը դրդեց մտածելով, որ խոզարկության ժամանակ բռնագրաված ոսկին կապ ունի Արդիբաշի հետ։ Դե ինչ ասեմ։ Ես միայն մի անգամ եմ ոսկի տեսել Արդիբաշում։ Նայում եմ, կարծես թե նման է, բայց գուցե ես սխալվում եմ, դե չէ որ կարծություն չեմ ստացել։ Վախենում եմ, որ դու հեռու չես ճշմարտությունից։ Վերջերս մանջուրական սահմանի վրա բռնել եմ մի ծերունու, հարցակնության ժամանակ նա խոստովանել է, որ առաջին անգամը չէ սահմանը մարդ անցկացրել եւ վճարն ստացել ոսկով։ Եվ ինչն է հետաքրքիրը։ Նրան բռնել են Արդիբաշից ոչ հեռու, Բալաբինսկից մի 200 վերստի վրա։ Գիտեք, Ալեքսեյ, դու երբևէ հետախուզության գնացել ես։ Շատ։ Էմիշլի մոտ թշնամու թիկունքից շավակս առաջ 2 գեներալ են բերել։ Փչում է։ Ճիշտ ասած մեկն էր։ Ուզում էին ինձ Գեորգիևյան խաչ տալ, բայց պարզվեց, որ գեներալը բանի պետք չէ, չտվեցին։ Ահա թե ինչ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, իմ լավ բարեկամ։ Ուղևորվիր Բալաբինսկ։ Հարկավոր է իմանալ արդյոք ձեր արշավախմբի գտած հանքավայրից չեն տանում ոսկին։ Եթե այո, ապա ով է այնտեղ ինքնագլուխ տիրություն անում։ Ես ծառայության մեջ եմ։ Դե քո պետի հետ ես կպայմանեմ։ Ինչ է սա միջանի փողով է արել։ Իր փողով։ Պետությունը նրան թոշակ է վճարում։ Ինչպես թե վճարում է։ Սովորելու համար է վճարում։ Դա այնքան էլ շատ չէ, բայց ամռանն էլ
երկրաբանների հետ դաշտ է գնում։ Էլի որոշ բան վաստակում է։ Որ գիտնական դառնա, գուցե մորը չճանաչի, հա։ Ամաչի որ անգրագետ է։ Միտքան, դու էլ այդ վենարորը ձեր կտար, որ անգրագետ չմնաց։ Բան ասաց, այդ վենարանը։ Տանիքը նորից ծածկել է պետք։ Նորից ծածկել, որտեղի սահմատ գտնեմ, մեկը կար նրան էլ դու տարար։ Ոչինչ, կօգնենք։ Կարոտում եմ տղայիս, Ալեքսի։ Կավարտի կվերադառնա։ Էն ինչ է այնտեղ, հա։ Երկաթուղի, նեղ գից։ Ճանապարհ են գծում դեպի նոր հանքը, Կրասնոյե Պատ։ Այդպես ինչ կամուրջ են շինել։ Ասում են Արդիբաշով է անցնելու։ Արդիբաշ։ Հավա Եվդոկիա Պետրովնա, ինձ հիմա տար բաղնիկ։ Տակացնեմ, հա։ Դե չէ, ես ու Միտքան այնտեղ մի բան եք պահել։ Բաղնիքում։ Ես թաղել եմ հողի մեջ տոպրակն էլ։ Սա է։ Դա է որ կա։ Բան է կորել։ Ոսկու բնակտոր կար, եզանգլուխա։ Զարմանալի է, նշումների տուփը մնում է, իսկ բնակտորը չկա։ Ես չեմ վերցրել, Աստված վկա։ Դու չես վերցրել, բայց ինչ-որ մեկը վերցրել է։ Գուցե բանդիտները։ Բանդիտները։ Ահա, հենց որ դուք գնացիք, նրանք եկան վրա տվին։ Ամբողջ խոտուրը տակնու վրա արին։ Իսկ տոպրակը ես այնտեղ բաղնիկի մոտ գտա։ Ինչ որ թղթեր էլ կային մեջը լցրի։ Ովքեր էին։ Երեսներս չեսա, խոսակցությունից հասկացա, գորշի բանդաներ։ Գորշի։ Բարի երեկո, ընտրելու եք։ Կգնես երկու ձի 100 պահածուներ և կգնաս ոսկեվեր կետակի մոտ, խոտանգի դեպքում 2 կրակոց։ Ահմեդը եկավ։ Հա, նա դες կսպասի 15-ից 20-ը, տեղենք դե հետ գետեք։ Խնդրեմ։ Չեք առաջում, համեցայք։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Իսկ դուք չեք առաջի։ Հողի չեք կանոնում։ Չէ շնորհակալ։ Չտեսնում ստավակությունը։ Եվ սակայն լսում են։ Գիրեգնույնից դուր է գալիս։ Վասիլյանով։ Շատ հաճելի։ Երկաթուղայի մեժիներ։ Իսկ դուք իզուր եք ծխում։ Մեր մշտական հյուր, հարգելի տիկին, Ռաստարգույևայի խնդրանքով կկատարվի արտասահմանյան տանգո արգենտինական։ Սատանան գիտե։ Զարմանալի ժամանակները։ Մի կողմից այս պարադիզը, և այլ բաներ, արգենտինական տանգո, և սրա կողքին այստեղի գործարան։ 2 տարի առաջ եմ տեսել, որ գրասեք պատոնները ջարդված, ամբողջ սարքավորումը թահանված, ոչ շիշ չկար, դատարկություն էր, և աշխատում է։ Վերականգնեցի մեր ձեռքերով, ահա թե ինչն է հետաքրքիր։ Դուք այս տեղացի չեք։ Մոսկվայից եմ։ Ուղարկված եմ որպես երկաթգծի շինարարության գլխավոր ինժեներ։ Երկաթգծի։ Երկաթուղի են կառուցում մինչև Կրասնոյե Պատ։ Կրասնոյե Պատ։ Այո, նոր հանքավայրը։ Արդիբաշով։ Ահա։ Այնտեղ անանցանելի վայրեր են։
Իսկ ես ինչ էի ասում։ Զարմանալի ժամանակներ են, ֆանտաստիկական։ Քաղաքացի։ Այո, Դուք պետք է մեզ հետ գաք։ իսկ ուր։ Խնդրեմ։ Ընկեր քրեական հետախուզության պետ, ձերբակալվածին բերել ենք։ Որս բերեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներս եկեք։ Քաղաքացի Զիմինն եք, Կիրիլ Պետրովիչը։ Այո, քաղաքացի Զիմինն եմ, Կիրիլ Պետրովիչը։ Դուք եղել եք ինժեներ Սմիլկովի Արկադի Նիկոլաևիչի արշավախմբում։ Եղել եմ։ Չեք ժխտում։ Ոչ, չեմ ժխտում։ Նստեք, նստեք։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Դուք մեղադրվում եք քաղաքացի Զիմին։ Այն բանում, որ սպանել եք ինժեներ Արկադի Նիկոլաիչ Սմիլկովին։ Այո։ Շահադիտական նպատակով, որպեսզի Տիրանակ արշավախմբի գտած ոսկուն եւ այլ տեղեկություններին։ Ինչ։ Ես եմ սպանել Սմիլկովին։ Այո, դուք։ Ես եմ սպանել։ Նստեք։ Եվ մի թրջեք։ Ինձ մոտ է ականատեսների վկայությունը։ Հականատեսների ովքեր են։ Դե այդ արդեն դուք չպետք է իմանաք մինչև ժամանակը գա։ Ես չեմ սպանել։ Իսկ ով է սպանել։ Ցավոք սրտի չգիտեմ։ Նկատի ունեցեք, որ խոստովանությունը կարող է մեղմացնել ձեր հանցանքը։ Այնպես որ խորհուրդ չեմ տա ձեզ անմեղ ձևանալ։ Միրանավ։ Դուրս չմսնորեք այդտեղ։ Սուբոտա։ Տարսրան, այնպես որ մտածեք քաղաքացի։ Ես մտածելու բան չունեմ։ Դե։ Իսկ վաղը մենք նորից կհանդիպենք, կզրուցենք։ Մեծ հաճույքով, ցտեսություն։ Միրանով, կասես որ տանեմ բանդ։ Գնացեք։ Կանգիր ձեքերդ, ծածիչի, իչի, ուր ասում, իչի։ Գնացեք։ Ձեքերդ, մագիս։ Ամրիր։ Բարև, Կիրիլ Պետրովիչ, ներող կլինես, եթե իմ բռիները մի քիչ կողերը տրորել են։ Ախր ինքն է մեղավոր, մենք գուցե նրան հաստատ մահից ենք փրկել, իսկ նա… Իսկ նա քիթմորոթիս հասցրեց։ Լավ չէ, իհարկե։ Դա, Գնացեք։ Ուշադիր, հսկեք։ Շատ վաղուց, Կիրիլ Պետրովիչ, քեզ չենք տեսել մեր Պաղեստինում։ Շատ վաղուց։ Ժամանակներն էլ այնպիսին են, որ սկսեցի մտածել, թե գուցե դու արդեն ողջ չես։ Մեղա քեզ դեր։ Իսկ եթե ողջ է, մտածում եմ ինքս ինձ, չի կարող պատահել, որ չվերադառնա Սմիլկովի ոսկու համար։ Այ վերադարձար։ Քեզ ինչ է հարկավոր։ Գլխի չես ընկնում։ Գուցե ճանապարհը ցույց տաս։ Ինչ ես ասում։ Հանակ չանես, Կիրիլ Պետրովիչ, հանակ չանես, թե չեմ եկել տեսար, քեզ նորից Ֆեդյակինի մոտ հասցրի։ Կասենք բռնել ենք փախած հանցագործին, ստացական տվեք, ընդունեք։ Հասկանում ես։ Ես քո գրածը կարդացի։ Գրել եմ։ Չեմ թաքցնում։ Իսկ ինչու ես գրել, ախր սուտ է։ Ուրիշ կերպ քեզ բռնելու հնար չունեի։ Ես փոքր մարդ եմ։ Ինձնից փախչելը դժվար չէր։ Իսկ Ֆեդյակինն իշխանություն է։ Ես էլ մտածեցի, թող նա քեզ բռնի։ Դա նրա գործն է։
Խոսիր Կիրիլ Պետրովիչ, բաժին կհանես։ Ոսկի չկա արդիբաշում, չկա։ Քո իսկական վիճակը դու լավ չես ըմբռնում։ Ով ես դու։ Նախկին ցարական սպա, սպիտակ ոսկոր, կապուտարյուն։ Հիմիկվա ժամանակներում երկար բարակ դատ չեն անի։ Իսկ ինձ սովետական իշխանությունը հավատում եմ։ Ով է ինժեներ Սմելկովին ու կոմիսարին գնդակահարությունից փրկել։ Եֆիմ Սուբոտան։ Իսկ հետո ով է նրանց սպանել։ Չգիտեմ։ Չգիտես։ Ես Ֆեդյակինը գիտի, նրա մոտ թուղթ կա։ Դու չես ազատվի հիմիկվա ձևով ասած սոցիալական պաշտպանության առավելագույն պատժաչափից, իսկ մեր ձևով ասած գնդակից։ Դու ինձ մի վախեցնի։ Իսկ եթե քեզ ներկայացնեմ օրիորդին, Նաստասիա Արկադիոնային անձամբ, ոսկու տեղը ցույց կտաս։ Տասյային։ Սմելկովի աղջկան։ Ողջ է։ Ողջ է։ Դեռ շատ կա։ Չէ։ Գոգոլի։ Նիկոլայ Վասիլիչի ասածի նման է։ 7 վերց ցլացիր էլի չես հասնի։ Անցյալ տարի Կորումայի մոտ կոմարտիկ էին դարան սարքել ինձ համար։ Ինչ ես ասում այս բա։ Ես ու Աստված չեմ, որ ասում ես կոմարտիկ։ Բոլոր մարդիկ Աստծունն են։ Երևի ճորիմացություն է եղել։ Դա ինձ հետ կապ չունի։ Պրոշկա։ Պրոշկա։ Քանով ես անցել, հիմար։ Ձեր խոսքով ասած, սա իմ համհարզն է։ Դու ներող կլինես, սպա։ Բայց զգուշության համար մենք ստիպված ենք կապել քո աչքերը։ Գնա այստեղից։ Ինչ ես քչվորում, ինչ ես բուկը բմախվի մեջ։ Սայլակը նման է։ Չէ, նա չի։ Նա այս սրա նման էր, միայն թե ավելի լայն էր։ Ճաղերն էլ կանաչ էին։ Ալկնիկ, տես գա, պրիել, հրեշտակապետը։ Տեսրեն, տեր տու ողորմած։ Ընդունվեք ութային նավատորմի բարեկամների ընկերության շարքերը։ Զու է, Դու ինչ է, որոշել ես բեր տեղափոխելով զբաղվել։ զին ինձ համար չի, բարեկամիս։ Բարեկամիդ։ Համեցիք մեզ մոտ կարի ջուր գանք, խեցկետին։ Դե, արդեն տեղ ասանք, սպա։ Ինձ որ ես բերել։ Այստեղ Աստծո մարդիկ են ապրում, Կիրիլ Պետրովիչ։ Սելանտի։ Բարև, սպա։ Օ! Ինչ հասարակություն է։ Պատիվ ունեմ։ Այ, դյութ չգնես, հետելակ։ Աստծո մարդիկ են։
Ընդունիր հյուրին։ Ճանաչում ես սպային։ Կիրիլ Պետրովիչն է։ Տուն մտեք։ Պետրուխա, ապանի վազիր էստեղ։ Դե վազիր։ Այսա, կենթանի օրացույց է Կիրիլ Պետրովիչ, թե ինչքան եմ սպասել ես քեզ հենց սրա ծնված օրից։ Ձին վերցրու։ Վերցրու ձին։ Նաստասյան տանն է։ Ջերի մոտ գնաց։ Կանչիր։ Ձայն դուրս։ Զգույշ գլուխը չջարդես։ Ներս մտիր Կիրիլ Պետրովիչ, տեղավորվիր, նստիր։ Դե, վազիր Պետրուխա։ Մարֆա, սեղանը բացերա։ Դուք ինձ կանչել եք։ Տասյա, Բարև ձեզ։ ինձ չես ճանաչում։ Ես Կիրիլն եմ, Կիրիլ Զիմինը։ Չէ, ես ձիերը պիտի ջրեմ։ Տասյա, Կիրիլ Պետրովիչ։ Նա քեզ չճանաչեց։ Ինչ որ եղել է առաջ, ոչ մի բան չի հիշում։ Բայց դու տեսքով տղամարդ ես, նորից կծանոթանաք։ ես պետք է նրան տանեմ այստեղից։ Կտանես։ Անհապաղ։ Նրան պետք է բուժել։ Կտանես։ Ես իմ խոսքը կատարեցի, հիմի քոնն է հերթը։ Բանն էսպես է, Դարիային ոչ ոք չի տեսել, որը հետը նա կերպարանք է առնում, մեկ աղվես է գարնում, մեկ էլ սար է, կոչ։ Այդպես է, ճիշտ է, որովհետև նա կնքված կնիկ չէ, այլ չար ոգի։ Հերիք է պչեք, իսկ դու կեշա, զուր ես ծիծաղում, նա են տեղերը, որտեղ ոսկի կա, նա անիցել է, ով որ ոտք դնի, կամ ճահճում կխեղտի կամ սովից կմերնի։ Իզուր են ես ճամպան արդիբաշի միջով գցում, հա? Դարյան չի թողնի մինչև արդիբաշ։ Հերիք է վախեցնեք։ Մարդկանց գլուխները հիմար բաներ ես լցնում, իսկ դա ագիտացիայի շինարարության դեմ ագիտացիա։ Գնացեք Սնեգիրևի մոտ ռզերը տեղադրելու։ Ընկերներ, այ դուք երեքդ, եկեք այստեղ։ Դու պատահաբար շոկեկարշի վրա չես աշխատել, հա? Հյուսներ կան, Օգնական է պետք։ գրեցեք սրանց կլավա։ Իսկ ինձ որտեղ ես գրում գեղեցկուհի։ Ինչ գիտես։ Ես ամեն ինչ գիտեմ։ Կարող եմ ակնորի պես կանչել։ Միթե իսկապես է Դարյան կարող է կոչխել դառնալ, հա? Կարող եմ շոկեկարշի նման սուրել։ Դե այդ դեպքում գնանք ինձ մոտ, դու ուրախ մարդ ես։ Գնաս նրա մոտ որպես մեկնաբարի օգնական։ Իսկ ինչու՞ չէ, կգնամ։ Գրեք կլավա։ Կոմանին։ Իսկ ով է տեսել։ Բոլորը տեսան։ Հա։ Զինվորը։ Դե ինչ գնանք։ Գնանք։ Լսիր, գուցե այդ բոլորը փչոցներ են։ Գնացել։ Դե ինչ, աստված օգնական Կիրիլ Պետրովիչ։ Միայն թե պիտի շտապենք։ Վերցրու հրացանը։ Դու անվախ մարդ ես սոբոտը։ Այդպես է։ Ձին նստեցիր պիտի գնաս։ Նստենք, ճամփից առաջ։ Պրոշկո! Եփիմը որտեղ է։ Այ հեն։ Погоди-ка, Кирилл Петрович. Զինվորը հայտնվել է քաղաքում։ Ինչ զինվոր։ Նա Վարշավա խմբի հետ էր։ Կումանին է հասկանունը։ Որտեղ տեսար։ Երկաթգծում է տեղավորվել։ Հնոցապան է։ Շոկեկարշի վրա։ Առայժմ հանգստացիր Կիրիլ Պետրովիչ, հետաձգվում է նրա շավը։ Գուբենկո։ Շտապ հավաքիր մարդկանց, հեծելակ։ Կիրիլ,
որ չանաչեցի քեզ ոչ ոք։ Ես դեռ ասում եմ շարունակ թե կորցնել մի շողությունս իսկ ես։ Դու ինչպես ես ընկել այստեղ։ Չգիտեմ։ Մարփան ասում է թե տայգայում են գտել։ Ես ոչինչ չէի հիշում։ Իսկ վտանարց ու փորձի անում թե հայրս որտեղ է գտել ոսկին իսկ ես չասացի չէի հիշում։ Հետո շողությունը վերականգնվեց, ես դրացնում էի, որ նրանք ինձ հանգիստ թողնեն։ Դասին հարազատս։ Երբեմն մտածում էի ինչու եմ ապրում, իսկ հետո հիշում էի մայրիկին ու քեզ։ Ես գիտեի, որ դու ինձ կգտնես։ Ես այլևս երբեք չեմ թողնի քեզ։ Երբեք։ Ես փորձեցի փախչել, բայց հետո վերադարձա։ Այստեղից ոչ մի կերպ չի կարելի ողջ դուրս պրծել։ Հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ կտանեմ այստեղից։ Կտանեմ։ Հասկանում ես։ Քո իշխանուհին ինչպես է ապրում։ Ինչ իշխանուհի։ Ես քեզ իսկույն ճանաչեցի։ Հիշում ես, երբ Արշավախմբի հետ եկար, բարձնում է իր իբր, իշխանուհին անհամբեր սպասում է, թե երբ պիտի իր հետ ամուսնանաս։ Ոչինչ, ողջ է իշխանուհին։ Առավոտները կակաո է խմում։ Ամուսնացաք թե։ Չէ։ Հասկանում ես։ Նրա սոցիալական ծագումը չափազանց վնասակար է։ Չէ որ նրան պիտի առավոտներ անկորուկ կակաո մոտուցես, հասկանում ես, իսկ հետո էլ դաշնամուր առնես։ Չէ, այդպիսի կնոջ հետ ապրել չի լինի։ Այդ է փչում է սա, Ալեքսի։ Լավ, կասեմ։ Չսպասեց ինձ իշխանուհին։ Ասում են հրամանատարի հետ է ամուսնացել, ուրիշներն էլ թե արտասահման է ծալկել։ Շարժվիր հետելակ։ Հապա։ Իմաշ։ Ասում են, թե պատերազմը վերջացել է։ Էլի երկու սպանված։ Ամեն անգամ մտածում ես, թե վերջ։ Բանդիտների վերջը տվինք, բայց էլի են կրակում։ Իսկ ովքեր են։ Գանշինի բանդան ոչնչացրել ենք անցյալ տարի։ Բիսովսկուն գնդակը հարել ենք։ Գուցե գոշն է։ Գործում էին արտասահման է փախել։ Լսիր,
Գուցե նորից է վերադարձել, հա։ Գորշն ասում ես։ Հա։ Բայց նա ինչու պիտի երկաթուղու վրա հարձակվեր։ Ահաբեկելու համար ինչ է։ Գործերի մասին հետո կխոսեք։ Սա հիվանդանոց է։ Ձեզ ինչ է պետք։ Գրացեք այնտեղ։ Դու ես դոկտորը։ Ես եմ։ Ինը որտեղ է։ Մեկն էլ է։ Ձեզ ինչ է պետք։ Ոայ, Սրա ախպերասուն վիրավոր է, որսի ժամանակ կրակել են ոտքին։ վառվում է, մեռնում է, ոտը, հա։ Հա, Որտեղ է նա։ այստեղ մոտիկ մի 20 վերս հազիվ թե լինի։ Դու լռեք վերջապես։ Ինչու ամիջապես ինձ մոտ չեկար։ Հնոցապան դարձար։ Դա ինչ քողարկում է։ Դե, ես ուզում եի ինքս տեսնել, լսել թե մարդիկ ինչ են խոսում։ Ասում ես ոսկին արտասահման է գնում հենց արդիբաշից։ Հետվիսի ենթադրություն կա, գիտական, Տանելու մասին բան չեմ կարող ասել։ Իսկ ով ոսկու գործով զբաղվում էր, սեղմել ենք։ Օրինակ Զույևը, Պարադիզի մատուցողը։ Ես նրան 2 անգամ բռնել եմ սպեկուլյացիայի համար։ Վախեցել ինչպես որ պետներ, հիմա կարծես ձեռք է քաշել։ Ձիերի առևտրով է զբաղվում։ իսկ նա որտեղից էր ոսկի ճարում։ Ասում էր ոսկի որոնողներ են վճարում խմիչքի համար։ Փչում էր։ Պետք էր նստեցնել։ Բայց նա կարծես մանր գործ էր անում։ Վախեցրի ու վերջ։ Շատ ես բարի։ Սպասիր։ Սպասիր ավելի կարևոր բան կա։ Մի շաբաթ առաջ ես մի նախկին սպայի բռնեցի։ Դե նրան, որ ձեզ հետ արդիբաշ էր եկել։ Զիմինին, ողջ է։ Ողջ է։ Գուցե ոսկին նրա ձեռքի գործն է, հա։ Նա այս կողմերը լավ գիտեր։ Ես պետք է տեսնեմ նրան։ Չես կարող։ Փախել է։ Ինչ որ մարդիկ փախցրել են։ Հիմա փնտրում եմ ովքեր են։ Ուրեմն այսպես տեղեկություն կա, որ Զիմինն է սպանել Սմելկովին։ Հեջակին։ Զիմինը չի սպանել Սմելկովին։ Ինչպես թե չի սպանել։ Ինձ թուղթ են գրել։ Սուբոտան։ Սուբոտան։ Որտեղ է հիմա նա այդ եւ իմ սուբոտան։ Որտեղ պիտի լինի։ Երևի իր խանութում է, նա հիմա քաղաքում ներկանյութերի խանութ ունի։ Գնացինք։ Ուր։ Սպասիր, նա քեզ ինչու է պետք։ Նրա համար որ Սմելկովին սպանել է ոչ թե ուրիշ այլ հենց սուբոտան։ Գալիա ես շուտով կվերադառնամ։ Դու շփոթում ես Կումանին։ Սուբոտան օգնել է պարտիզաններին։ Սմելկովին ու կոմիսարին փրկել է գնդակահարությունից։ Դա բոլորը գիտեն։ Հետո ինչու պիտի սպաներ։ Իսկ դու մտածել ես թե սուբոտան ինչու պիտի Սմելկովին սպիտակների գնդակից փրկեր, հա։ Ուզում էր Սմելկովի ոսկին ստանալ, տեսա որ բան դուր չեկավ։ Իսկ այդ դեպքում ինչու այդ արշավախմբի ամբողջ գույքը հանձնեց իմ ձեռքը, ասա, հա։ Հենց դրա համար, որ դու բոլորին ապացուցես նրա ազնվությունը։ Եվ դու վստահ ես, որ հենց սուբոտան է։ Երբ կրակում էր ես տեսա նրան, ինչպես հիմա քեզ եմ տեսնում, հասնել չկարողացա։ Իսկ որ նա մեղքը Զիմինի վրա է գցում, դա շատ Очень подозрительно. Կանգնիր, կանգնիր։ Подозрительно. Ինչու է խանութը փակ։ Սուբոտան որտեղ է։ Գնացել է ապրանքի։ Վաղուց։ Մի շաբաթ կլինի։ Երբ կգա։ Ինչու է։ Չգիտեմ։ Նա է տեղը։ Բեղավոր, ես քեզ որտեղ եմ տեսել։ Կումանին։ Հենց են սայլակն է ընկեր Ֆեդյակին։ Լսիր Կումանին, նա ասում է թե այս սայլակով են փախցրել Զիմինին։ Հա, ճաղերն էլ կանաչ են։ Դա դեռ փաշ չի։ Հենց նույնն է, ես իսկու ճանաչեցի։ Առաջամասն էլ նույնն է։ Նման է։ Դու որտեղից գիտես։ Ինչ է տեսել է սայլակը։ Սայլակ, բայց որ սուբոտան Զիմինին կարող էր փախցնել, շատ հնարավոր բան է։ Ոյ ներիր։ Հիմա ինչ ենք անելու։ Հարկավոր է
տնտղել բոլորին ում բռնել ես ոսկու գործով։ Այ, ազգանունն ինչ էր, ռեստորանի մատուցողը։ Զույևը, հա։ Այ նրանից էլ կսկսենք։ Գործերս։ Լավ չեն, հա։ Ես չեմ մեռնի, բժիշկ։ Կապրեք, եթե անմիջապես հիվանդանոց դիմեիք, վաղուց արդեն մոտքի վրա կլինեիք։ Խնդրում եմ հենց այսօր ինձ ուղարկել քաղաք։ Հենց որ բուժես, կուղարկենք։ Ինչ կասեք, բժիշկ։ Ահա։ Կապրի։ Էսկադոն, իմ ետևից։ Վիրահատությունն ինչպես անցավ, բժիշկ։ Զիմին։ Դուք չլսեցիք իմ խորհուրդ, ինչպես տեսնում եք, ես զուր չէի նախազգուշացնում։ Իսկ ով է այն մարդը, որին ես վիրահատեցի։ Բանդիտ է։ Բուժելու փոխարեն դուք պիտի թողնեիք, որ նա մեռներ, մի սրիկապակաս կլիներ։ Ես բժիշկ եմ։ Ծխում եք։ Ոչ, շնորհակալություն։ Ձեզ ինչն է բերել այստեղ։ Հանգամանքների ընթացքը, եթե կուզեք իմ ճակատագիրը։ Սա ինչ բնակավայր է։ Գիտեմ ձեզանից ոչ ավելի, այստեղ են բերվել նույն եղանակով, ինչ որ դուք։ Կարծեմ աղանդավորական մենաստան է, որ կառուցված է անհիշելի ժամանակներում։ Երեխա ժամանակ շատ եմ լսել Տայգոյում գտնվող բնակավայրերի մասին։ Ովքեր են ապրում այստեղ։ Հնացեսների մի քանի ընտանիք եւ որոշ մարդիկ նրանցից ում սրտովը չէ, սովետական իշխանությունը։ Իսկ ձեր սրտով Իմ Միևնույն չէ, թե որ իշխանությունն է ինձ զրկում ազատությունից։ Տիխոն։ Ինչ։ Մի տղայի տես։ Դյոմկա։ Դյոմկա չհամարձակվես լսում ես։ Դյոմկա չհամարձակվես կքոտակեմ։ Սա ինչ բան է։ Ճոմկան չարություն է անում։ Մորակույր մարֆա։ Ապատեղեք, եկեք բարձրացնենք ժարի գլուխը։ Ջոմկա։ Եսություն չանել։ Ճամարդակներ, խպես յուխում։ Հեռացիր որ ջաչուկ շուր լինի, դու մի վրա լավ ցուրտապես։ Չես անում, Գասպարան! Ջիուջիցու։ Հեռացեք, հեռացեք։ Ճամարդակներ, ճամարդակներ։ А утром перед эскадроном в седле я буду, свежий прям, отсалютую. Ինչ անում բռնելի դաժանություն։
Ձեր մանկություն անցել է Սիբիրում եւ դեռ զարմանում եք։ Մենք չենք կարող այս մարդկանց օգնել եւ փոխել նրանց ճակատագիրը։ Ճոմկան դատապարտված է։ Ախր սա Սիբիրն է։ Ուրիշ աշխարհ, ուրիշ մոլորակ։ Դուք կարծում եք, թե ոչինչ չի կարելի փոխել։ Իսկ դուք կարծում եք կարելի է։ Չեմ կասկածում։ Պարոններ, դուք երբևիցե ուտի ճողի խմել եք։ Ինչ։ Խմիչք է բժիշկ, ուտի ճող սարքած։ Դե ես գնացի։ Ահա։ Տասը, դու ես։ Ես եմ։ Ինչու այսքան ուշ։ Ես ու Ծյոմկան ձերին տարանք արջի բացատը։ Այնտեղ մոծակը քիչ է։ Я к вам пишу случайно, правда, не знаю сам и для чего я потерял уж это право. И что скажу вам, что скажу вам, и что скажу вам, ничего, что помню вас, но, Боже правый, вы это знаете давно, Иван. Эскадрон! Ивар! Безумно любви заочной, в наш век, где чувства лишь на срок, но я вас помню, да, и точно. Я вас забыть, я вас забыть, я вас забыть никак не мог. С людьми сближаясь осторожно, забыл я пыл былых проказ, любовь, поэзию, но вас забыть мне было невозможно. Боря! Տասя։ Ձեզ հետաքրքրում էր, թե ինչն է ինձ բերել այստեղ։ Ահա ձեր հարցի պատասխանը։ Եվ ուշ կգտնեմ քեզ։ Այս Զինեյդա Ալեքսեևնան չդիմացավ։ Նա շարունակ մեկին սպասում էր։ Սկզբում Արկադի Նիկոլաևիչին, հետո քեզ։ Հոգնել էր, չդիմացավ։ Այո, այրիկը։ Դու շատ ես փոխվել։ Պետերբուրգյան օրորդ չես ասի, չէ՞։ Կարող եմ խոտ հնձել, փայտ ջարդել, ամեն ինչ անում եմ։ Այրենացել եմ, կարծես կյանքս տայգայում է անցել։ Իսկ Պետերբուրգում ինչ կա, առաջվա պես է։ Ոչ, կյանքը տեղում չի մնում։ Երբ վերադառնաս չես ճանաչի։ Տեր Աստված, միթե ես չեմ տեսնելու Նևան, մեր փողոցը։ Ինչու՞ չէ։ Մենք գնալու ենք, Բորյա, ընդմիշտ։ Զմինի հետ։ Այո։ Ես սիրում եմ նրան, հասկանում ես։ Հիշում ես ուզում են գնալ գյուղ, աշխատել։
Դու ուսուցչուհի, ես բժիշկ։ Ուզում էի երեխաներին սովորեցնել, բայց այստեղ ինձ միայն ձիեր են վստահում։ Ես շատ ուրախ եմ, որ տեսա քեզ, Բորա։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Բորա, դու ինչպես ընկար այստեղ։ Ճակատագիր է, ինչպես ասում է քո Զիմինը։ Բալաբինսկում վիրաբույժ եմ։ Հրաշալի է։ Բորա։ Բորա։ Բոր։ Ինչ։ Ո՞վ։ Նավ, հրանոթներ, մանկական խաղալիքներ։ Հիշում ես։ Տասյա, Ես պիտի ձիերին ջրեմ։ Կիրիլին որ տեսնես, ասա գնաց փարախ։ Ահա, բերեցի։ Զույև։ Գնա Միրոնով։ Գործերը ինչպես են Զույև։ Հաճախորդներն սպասում են։ Ոչինչ։ Ձերը լավ գրով ծախեցիր։ Ձեզանից բան թաքցել չի լինի, ամեն ինչ իմանում եք։ Չէ որ դա սպեկուլյացիա է, Զույև։ Սպեկուլյացիա է։ Գնչույի արյուն կա մեջս։ Միթե։ Գոնե մի կարգին շահեցիր։ Դատարկ բան էր, ամեն ձյուս մի տասնոց։ Ուրեմն միայն մի տասնոց։ Խաչը մկա։ Նստիր Զույև։ Մեր զրույցը երկար կտևի։ Իսկ ոսկու գործով չես զբաղվում։ Աստված շանի, ինչպես կարելի է։ Բարև ձեզ։ Հապա արձակիր։ Ինչու են ձերքերը դողում։ Դե չէ, ոչինչ։ Ես նրան կօգնեմ։ Սերպապատկերի ետևում էր թաքցրել։ Աստված էր պահապան։ Ներեցեք, Իսեր Քրիստոսի, իմը չէ դա։ Սատանի բան է, Աստված։ Ձերնում է ծախել։ Որտեղից քեզ ոսկի։ Ամեն ինչ կասեմ, կասեմ ինչ որ գիտեմ։ Ոյ Տեր Աստված, Տեր Աստված։ Զիմին ես ուզում եմ խոսել ձեզ հետ։ Տասյայի մասին։ Լսում եմ։ Տասյան պետք է տուն վերադառնա։ Նա ինքն է ասել, որ ուզում է վերադառնալ Պետերբուրգ, ներեցեք, Պետրոգրադ։ Ինձ անհանգստացում է նրա ճակատագիրը։ Ինձ նույնպես։ Տասյան ծանր հիվանդություն է տարել։ Եվ հետո այս տարիները նրան հանգիստ է պետք։ Բայց հանգիստ չի կարող լինել այս երկրում։ Ասացեք Զիմին, դուք լավ եք պատկերացնում, թե հիմա ինչ է կատարվում Ռուսաստանում։ Պատկերացնում եմ։ Ախր դուք ինտելիգենտ մարդ եք։ Միթե ընդունակ եք թողնելու հայրենիքն այն պահին, երբ նա ամենից ավելի է զգում, հասկացող, բանիմաց մարդկանց կարիքը։ Առաջին անգամ ժողովուրդն արթնացել է ստեղծարար կյանքի համար։ Ժողովուրդը առաջին անգամ, իսկ դուք լավ գիտեք, թե ինչի համար են արթնացել։ Եվ հետո ես ինտելիգենտ չեմ, ես նախկին սպա եմ։ Ով եք դուք Զիմին։ Մարդ եմ։ Հեղափոխությունն ինձ ազատել է թագավորին տված երդումից, էլ ոչ ոքի երդում չեմ տվել։ Ես ազատ մարդ եմ։ Դուք ուզում եք մի կողմ քաշվել։ Որևէ մեկի կողմն անցնել նշանակում է սպանել։ Իսկ ես չեմ ուզում մասնակցել այս տուրդմփոցին։ Բայց կա Ռուսաստանը։ Ռուսաստանը։ Հիմա ինձ համար դա մի դատարկնչուն է։ Իսկ Տասյայի համար։ Տասյան հիմա ոչինչի մասին չի մտածում, նա վստահում է ձեզ։ Նա ձեզ սիրում է։ Բայց երբևիցե նա կհասկանա, որ Ռուսաստանը հայրենիքը լոկ խոսք չէ։ Գուցե երբևիցե դուք էլ հասկանաք։ Գուցե։ Գնացեք Զիմին։
Եթե կարող եք, բայց Տասիային թողեք։ Լսեք, իմ պատանի բարեկամ, եթե դուք երբևիցե ձեզ թույլ կտաք կասկածել։ Ոչ, պարզապես մենք տարբեր հայացքով ենք նայում նույն երևույթներին։ Հենց այսօր բժշկին կուղարկես բալաբիսկ։ Շատախոսի։ Հենց այսօր նրան կուղարկես բալաբիսկ։ Դե, որ շատ ես ուզում, կուղարկեմ։ Հարկավոր է բժշկին ճամփա դնել։ Ուր։ Մինչև Բալաբինսկ։ Ինչու Բալաբինսկ, հիմար։ Քարոտ գետակի մոտ կթողնեք։ Էնպես կտանեք, որ ճամփան չհիշի։ Էնտեղից ինքը կգնա։ Դե, եթե տեղ չհասնի, ուրեմն իր բախտն է։ Իջիր, հասանք։ Չոր եղևնիները տեսնում ես, ենտեղից կտեքվեց ձախ, կգնաս բլրի կողմը, բրնիր։ Գրացանը փչացրիր։ Ինչ է, շեք սատանա, խելքը տրծրիր։ Ինչ էր։ Չհասկացար, թե սուպոտան ինչ ասաց։ Ինչ էր։ Տեղ կհասնի իր բախն է, չի հասնի նրարինն ինձ վրա չի լինի։ Հայ այստեղ, Սմելկովը գտավ ոսկու առաջին բնակտորը։ Այստեղ։ Տեր Աստված, երախտապարտ եմ քեզ, որ լսեցիր իմ աղոթքները։
Ես ուր բերեցիր դու մեզ։ Հետո ուր են գնալու։ Կոտիկինի սարերից դերը, կարծես շփոթել եմ։ Միայն մի անգամ եմ եկել։ Էլդենը չես գնա։ Ես հակաների համար գնդակ չեմ խնայել, հիմա ես չեմ խնայել։ Ինչ սան սպասիր, պետք է լեռնացքով գնանք դեպի արդիբաշ։ Ետ դարձեք։ Ես, եթե խապես։ Սուրբ խաչվկա։ Լսիր, մենք թե թողնա ինչ տեսնի, երբ պետ նաստեք երկու անգամ կրակեք, նա կիմանա թե ես եմ, լավ։ Դե լավ։ Կարգին փայտ կտրել է սովորել Կիրիլ Պետրովիչ, 4 տարին զուր չի անցել։ Դու ոսկին ինչ ես անելու, Եֆիմ։ Իսկ դու քոնն ինչ ես արել։ Իմը հեռու է, ինձ է սպասում։ Իմն էլ կսպասի։ Կարծում ես հիմիկվա իշխանությունը կդիմանա, ավետարանում զուր չի ասված, կա քար հավաքելու ժամանակը եւ քար նետելու ժամանակը։ Քամին գալիս գնում է։ Իմ ժամն էլ կգա։ Ինչ ժամ, Եֆիմ։ Այն ժամը, երբ ես կլինեմ այստեղ տերը, բոլոր հողերի ու ջրերի։ Ընկերները Բալաբինսկի գործարանը վերականգնեցին։ Շնորհակալ եմ։ Դեպի Կրասնայապատ ճամփա են շինում։ Գլուխ եմ խոնարհում։ Թող կառուսեն։ Բոլորն իմը կլինի։ Ես իմ ոսկով բոլորը կառնեմ, ամբողջ գավառը իմը կլինի, ժամանակը կգա։ Չի գա Եֆիմ Պետրովիչ։ Ես էլ չտեսնեմ, որդիս կտեսնի։ Դու խելոք մարդ ես, Կիրիլ Պետրովիչ, բայց դատում ես անխելք երեխի նման։ Ինչ է չես տեսնում, որ իշխանությունը մեր կողմն է թեքվում։ Իրենք են ասում, առևտուր արեք, հարստացեք, հասկացել են, որ բանվորով ու գյուղացով պետություն չես ստեղծի։ Կասնի մի 2 տարի, ոսկին կդառնա ամեն ինչի հիմքը։ Ես մի խելքը գլխին ընկեր ունենայի, սարեր շուր կտայի։ Դու չէիր ուզենա, որ մենք միասին։ Ինչ եղավ։ Հեռանալ է պետք։ Գնացել են։ Հիմա որտեղ փնտրենք նրանց։ գտնվեց։ Տղերք, էստեղ շուտ, շուտ, դոկտորը գտնվեց։ Կենտանի է։ Մինչև քարոտ գետակը 70 վերստ կլինի։ Իսկ հետո։ Հետո ճահիճ է։ Ճիշտ է։ Բուգաչևյան ձմեռանոցից հարավ արևմուտք ճահիճներ են։
Փոքրիկ աղջիկ Նադյա, ինչու այդպես։ Ինչպես կարող է պատահել։ Մի ամբողջ գյուղ կա եւ ոչ ոք չգիտե որտեղ է։ Տայգա է։ Այն ժամանակներում աղանդավորներն ամբողջ գյուղերով ցարական բռնությունից փախչում էին տայգա։ Ինչպես չէ, այնտեղ մարդ կգտնես։ Մի վերջ որ հեռացավել գտնել չի լինի։ Տայգա է, որտեղ փնտրես։ Բժիշկ, իսկ դուք որտեղից գիտեք Զիմինին։ Նա ինձ մոտ էր եկել, Պետրոգրադում։ Ձեզ մոտ ինչու։ Փնտրում էր Տասյային։ Երբ։ Գարնանը։ Ուրեմն Գարնանը Զիմինը եղել է Պետրոգրադում։ Ահա թե որտեղից է ոսկին։ Ռեջակին ամեն ինչ համընկնում է։ Ես այդ նախկին սպային առաջ էլ չէի վստահում։ Միշտ հեգնում էր հական։ Իսկ մայլ տես։ Ես այսպես եմ հասկանում, նա կապված է Սուբոտայի հետ։ Բժիշկ, ասում եմ, որ իմանաք, Արկադի Նիկոլաևիչին Սուբոտան է սպանել։ Ինչպես գտնել ճանապարհը։ Գուցե հնացածներին հարց ու փորձ անենք, հա? Դե մի բան մտածել եմ։ Բժիշկ, դուք երբևէ առիթ ունեցել եք թռչելու, հա? Բարև եկար Եֆիմ Պետրովիչ։ Բարև։ Մարֆա։ Եֆիմ, ես չի սպասում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շուտ, բաղնիքը վարիր մեզ համար։ Հապա ակնոցս վեր։ Տասյա, նայիր։ Այրոպլան է։ Այրոպլան։ Այրոպլան։ Թռչում են։ Թռչում են։ Թռչում են։ Թռչում են։ Թռչում են։ Տեսեք, տեսեք, թռչում են։ Տեսեք, տեսեք։ Թռչում են։ Թռչում են։ Թռչում են։ Թռչում են։ Ներստարի Կիրիլ Պետրովիչ, արի թեյ խմենք։ Նստեք։ Պապա Պետրուխը կրախաղա։ Ես իմ խոսքը կատարեցի հերթը քոնն է։ Դու սպահես, պարտավոր ես խոսքդ պահել։ Ինձ ուղեք թող տուր։ Մի տես ոնց է հրամայում, իսկույն երևում է ծագումը։ Նստիր։ Ուզում ես գնալ։ Չեմ հավատում։ Իր բարի կամքով դեռ ոչ ոք ոսկուս չի հեռացել։ И тебе уходить надо. Теперь скоро придут сюда.
Придут, не уйдут. А ежели отсюда выкурят, дальше подамся. Тайга велика. И ты со мной. Мы теперь, Кирилл Петрович, одной цепочкой связаны. Золотой. Ефим! Ефим! Погоди, офицер. Чего? В Баладинск люди приехали. Экспедиция. На Ардыбах собираются. Вот так. Дура. Попосля договорим, Кирилл Петрович. Լակին, կանչիր։ Դու ինչ ես պատտվում այստեղ սողուն։ Սպար դու պիտի հեռանաս, սուբոտան քեզ ողջ չի թողնի, վերցրու տասիային ու գնա։ Ուր գնամ, շուրջը ճահիճ է։ Գախնի ճամփակացույց կտամ։ Ճոմ գայնել տար, այստեղ կկորչի տղան, նա ճամփան գիտի։ Այդ ինչու անկարծ սկսեցիր հոգ տանել իմ մասին։ Ես քո պարտապանն եմ Աստծո առաջ։ Դու աղջկան ես շնորհաբարդ։ Հիշում ես նրան ձեռքերիդ վրա տանում էիր, այն ժամանակ ամուրջը ես վառեցի, որ աղջիկը չլներ կկրակեիր, գուցե Աստված պահպանեց։ Քեզ չեմ հասկանում, Սիլանդի։ Դե հասկանալու բան չկա։ Ամբողջ կյանքում երազել եմ հարստանալ։ Ոսկի։ Աչքերս փակում եմ ու տեսնում եմ։ Միայն թե վերցրու։ Ֆյոդորին կործանեցի։ Ինչու։ Գայթակղեց կյանքն ինձ, բայց ոչինչ ստացվեց։ Միշտ մտածում եք հարստանամ, եկեղեցի կշինեմ, մեղքերս կքավեմ։ Իսկ բախտն իմ կողքով էր անցնում։ Հայրս բալարայի վրա լաստ էր քշում։ Մարդիկ մինչև հիմա բարի խոսքով են հիշում նրան։ Հերիք է դադակ տեղը շատ խոսեցինք, գնացեք։ Իսկ դու ինչ ես անելու։ Ինձ համար այնտեղ ճամփա չկա։ Պահիր խնդրում եմ։ Գնացինք։ Սա ինչ տնակ է։ Բոգաչևյան ձմեռանոցն է։ Դուք ինձ այստեղ սպասեք, երևի պիտի գիշերենք։ Ես գնամ ճամփան գտնեմ։ Մարշա, սպան որտեղ է։ Չգիտեմ։ Նաստասյան։ Երևի ձերի մոտ լինի։ Ինչ է եղել։ Չոմկա։
Բորը։ Ինչ է պատահել, Բորը։ Դու ինչպես ընկար այստեղ։ Սպիրտ խմեք։ Իսկ դուք սրիկա եք, Զիմին։ Բարի հաճեցեք բացատրվել։ Ես կբացատրվեմ։ Դուք հյուրացրել եք ոսկին, որը գտել է արշավախումբը։ Դուք հանցավոր կապի մեջ եք մտել այն մարդու հետ, որ սպանել է Սմելկովին։ Այո, քո օրը սպանել է Սուբոտան։ Ինչ։ Սուբոտան։ Սուբոտան է սպանել Արկադի Նիկոլայիչին։ Այո։ Դուք իհարկե այդ բանը չգիտեիք։ Երդվում եմ բոլոր սրբերով, որ ես դա չգիտեի։ Բայց ես դա չեմ իմացել։ Ես եկա որ փրկեմ քեզ։ Իսկ ինչ տարբերություն։ Իմացել եք դուք թե ոչ։ Սուբոտան բանդիտ է։ Նրա խղճի վրա տասնյակ, հարյուրավոր մարդկային կյանք կա։ Սմելկովը միայն մեկն է նրանցից։ Հայ այնտեղ ընկած է օդաչուն։ Նրան էլ սպանեցին Սուբոտան ու իր բանդան։ Գիտեք Զիմին, ուր էլ որ դուք գնաք, թեկուզ աշխարհի ծայրը դուք միշտ ամեն տեղ պիտի հիշեք, որ դուք ստրիկա եք դուք։ Ես ոչինչ չեմ իմացել։ Ոչինչ։ Ես այս ամենին դիմացա, որովհետև սպասում էի քեզ։ Ես հավատում էի, որ դու կգաս կփրկես։ Բայց ոչ այդ գնով Կիրիլ։ Դու դավաճանեցիր հորս։ Դու դավաճանեցիր մեզ։ Վասիլի Միխայելիչ, փայտակոչերն էստեղ դատարկին։ Այստեղ դատարկեք։ Երկու պրոֆեսոր, մենք ձեր արշավախումբը մինչև արդիբաշ կհասցնենք։ Աստված։ Սերիլը, փայտակոչերը մի կողմում դասավորեք։ Այ այստեղ։ Լավ։ Այ դա զգուշ տարեք։ Այո։ Հարկավոր է տակը մի բան գցել։ Այ այդպես։ Ընկերվականով։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Կումանին։ Կումանին, ձեր մասին ինձ Վորժինը շատ է պատմել։ Գործեր ինչպես են։ Հարկ է լինի առաջ սպասել այստեղ։ Ինչպես է սպասել։ Հիմա արդիբաշ գնալ չի կարելի։ Սաղով է։ Քրեական հետախուզության պետ Ֆեջակին է։ Բարև ձեզ։ Իսկապես հիմա արդիբաշ գնալ չի կարելի։ Ընկերներ, ամառ է, ամեն ժամ հաշվի մեջ է, ինչու սպասել, մինչև երբ էր ջոկատը ետ կգա։ Ես չէի ուզենա, որ ձեր արշավախմբի հետ կատարվի նույնը, ինչ մեզ հետ կատարվեց 18 թվականը։ Բայց հիմա 18 թվականը չէ։ Դրա համար էլ պիտի սպասել։ Մենք պատասխանատու ենք ձեզ համար։ Էջագին, միտես, Ռոգովը, Տասին։ Հեռացեք էստեղից, գացեք սև աղբյուրի կողմը, ինչպես ձեր հայրերն ու պապերը, տարեք բարիքը, տարեք կանանց ու փոքր երեխաներին, ես այլևս ձեզ պաշտպանել չեմ կարող, զինվորներ են գալիս, բոլշևիկներ, անաստվածներ, չեմ խնայի ոչ երեխաներին, ոչ կանանց, ձեր հավատի
Վերջը կգա։ Կվառեն աստոտաճարը, կփախցեն ձեր տները, բարիքը կթալանեն։ Հավաքեք ով ինչքան կարող է տանել, մնացածը կրակի տվեք։ Ինչ եք կանգնել, ինչի եք սպասում։ Իսկ դու Սելանտի, ինչու ես կանգնել։ Նրա համար, որ ձանձրացել եմ փորս գնդակին դեմ տալուց։ Էլ չեմ ուզում։ Չես ուզում։ Դու այդպես ես մտածում մարդկանց մասին, հա? Սև աղբյուրը մոտ ես ուղարկում, որ ամեն ինչ նորից սկսե։ Այդպես ես մտածում մարդկանց մասին, հա? Ես ոչ ոքի չեմ ստիպում։ Իսկ դու Սելանտի, կուզես գնա, կուզես մնա։ Վերջը մեկ է, գնդակ։ Երկրային տես, կրկիր մեզ, մեր հոգիները։ Ոչ միտեղ չեմ գնա, ինչ ես մարդկացն իր կպղտորում, մտածիր երեխայի մասին։ Տիմոխա, մուշտակը տակը կսիր։ Սև աղբյուրի մոտ սպասիր։ Դեք որի դու է։ Տեր աստված։ Գնացեք։ Ինչ ես անում։ Վերջ տուր։ Ապրեցի, կարծես չապրեցի։ Ինչ ես կանգնել հիմար, նրանք չեն տեսնի իմ ձիերը, իմ ձիերը։ Արոններ, սահմանը հեռու չէ, ով է գալիս իմ ձեր, և իմ ծնոր տեսություն, պատիվ ունեմ, էսկադրոն իմ յատևից։ Կանգնիր, հետսելոք, իմ ոխուր։ Տեսար, ծլկեցին։ Իջեք, իջեք, բռնիր։
Ներեցեք քաղաքացիներ, շարունակեք։ Սրանց սկուտերի վրա որ կյանք են մատուցում, իսկ սրանք հեսկետ մի պես վախից ետ են գնում։ Դա ով է։ Գիմոխան է։ Սա ով է։ Բեղավոր, հանդիպեցինք, որտեղ է Սուբոտան։ Նա դեպի Արդիբաշ գնաց։ Դեպի Արդիբաշ։ Գնա գտիր ֆեջագիրին ասո շարժվի ձորի կողմը։ Չես ծատում։ Այնտեղ գնաց։ Պետրովիչ, չէ՞ որ ես քեզ ասացի, որ մենք նույն շղթայով ենք կապված։ Սմելքովին Սուբոտա։ Դու չես տեսնի այդ ոսկին։ Սուբոտան։ Տեսեք, ոսկի է։ Ես անգլուխը։ Ձեր գտածն է։ Սմելքովինը։ Պարզվում է, որ սա է ատաման գորշը։ Ահմեդ, դեր շատ կա։ Հրես ահման, մի քիչ էլ գնանք, կհասնենք գետապ։ Արի։ Ինչ ես անում, այս պա։ Մենակ գնա, Ահմեդ։ Ուր ես գնում, այս պա։ Մենակ գնա։
Եվգենի Տրոֆիմիչ։ Կարելի է։ Մենք սկսել ենք հետախուզական գորաններ փորել Բադի աղբյուրի մոտ եւ ոսկեբեր գետակի։ Այ նայեք սխեմա։ Սպելկովի հանքավայր։